ձեզ հարգելի լսողներ, ես այսօր կուզեի ձեր հետ խոսեի շատ կարևոր թեմայի մասին, շատ են ինձ հարցնում ինչ է նշանակում անեծք, ինչ է նշանակում անեծք ազգի վրա, որ գալիս է ազգի հետ, տոհմածառի հետ, բայց ես ուզում եի այսօր խոսենք անեծք, որ գալիս է ծնողներից, թե հորից, թե մորից։ Ընդհանրապես մեր մոտ թույլ հասկացողություն կա, թերի թույլ հասկացողություն կա, որ մայրական անեծքը չի գտնում, որովհետև մայրական կատը ինքնի պաշտպանիչ ուժ, նույնն էլ նաև վերաբերվում է հորը, որ հայրական անեծքն էլ չի գտնում։ Բայց ես ուզում եմ ասեմ, ճշտեմ, որ դա շատ սխալ հասկացողություն է։ Ամենաուժեղ անեծքը դա ծնողական անեծքն է, որ զավակին գցում է շատ վատ իրավիճակների մեջ։ Ինչուց է գալիս և ինչու հետ է դա կապնված։ Ընդհանրապես դա գալիս է շատ վաղուց, շատ վաղ ժամանակներում ծնողը, թե մայրը, թե հայրը երեխային համարել են իրենց համար ոնց որ իր ապրանք։ Իրանք կարողացել են վաճառել, իրանք կարողացել են որպես կենդանի փոխանակել, առանց ահի, առանց վախի, հատկապես տվել են իրենց զավակներին դեռ հետանոսական հավատքի ժամանակ, իրենց զավակներին տվել են որպես զոհ մատուցելու համար քույրերին, մոգերին, բացի դրանից մինչև քրիստոնեությունը երեխան համարվել է իր, նույնիսկ երբ որ փաստաթղթեր ես կարդում, հին փաստաթղթեր ես ուսումնասիրում, գրված է, թե ինչպես հին հռոմեական կայսրության մեջ, եթե երեխան ինչ-որ ձևով թուլակազմ է ծնվում, անմիջապես երեխային վերացնում են, կամ տալիս են գազաններին որպես ուտելիք, կամ բարձր ժարից ուղղակի գցում են անդունդը։ Նույնիսկ եթե այս ձևի նամակագրություն էլ կա պատմության հասած, որ ամուսինը իր կնոջը ասում է, եթե աղջիկ կծնվի, անպայման իրանից հրաժարվի, վերածրա, եթե տղա կծնվի, տղային պահե։ Երեխաների հետ վարվել են շատ արագ, ու միակ քրիստոնեությունից հետո, քրիստոնեություն ընդունելուց հետո որոշակի ձևով մարդու մեջ կազմավորվել է, որ երեխան դա իր չէ, երեխան դա իր անհատական ապրանքը չէ, որ ուզենա անբարոյականության վաճառե, կամ պարտքի դիմաց տա ինչ-որ մեկին, կամ ուղարկե գողության, կամ մուրացկանության, կամաց արդեն առաջ է եկել ընտանեկան կարգավիճակ, որ մարդը հասկացել է, որ երեխան դա ամենամեծ պարգևն է, որ տալիս է տիեզերքը, տալիս է Աստված մարդկանց։ Տարիներով եկած այս նեգատիվ էներգիան ընդհանրապես արդեն մարդու վրա թողնում է իր հետքերը։ Երեխան ծնված օրվանից արդեն այդ նեգատիվը կա։ Ծնողները պետք է իրանց անձևի պահեն, որ այդ նեգատիվի կապը քայքայվի, այլ չգնա երեխայի հետ։ Օրինակ առաջի հեշտին պետք է հղիությունը պլանավորել, հղիությունը պետք է լինի ցանկալի, պետք է սիրեն պտուղին, անկախ նրանից տղա է, աղջիկ է, իրանք պետք է սիրեն,
նվիրված պետք է լինեն, պետք է կարողանան իր երեխային լավ ուսում տան, լավ կրթություն տան, որպեսզի երեխան չդառնա իրանց համար տանջանք, չդառնա իրանց համար ինչ-որ զրկանքների պատճառ, որ շատ դեպքերում մայրը չասի, եթե դու չլիներ իմ կյանքը ուրիշ ձևի կտրվեր, կամ նույնը հայրը, որ ոչ թե մտածի, թե ինչպես պետք է գերակրի, այլ ուրախությամբ կարողանա վաստակի այն հացը, որ պետք է տա իր երեխային, այսինքն երեխան դառնա ցանկալի պտուղ։ Այդ դեպքում այդ հնուց եկած այդ նեգատիվ կապը ծնողները կարողանում են իրենց սիրով, իրենց ճիշտ պահվածքով արդեն կտրեն երեխային այդ էներգիայից, ու երեխան կարող է զարգանալ որպես անհատական անձնավորություն։ Ամենասխալ բանը այն է, երբ որ մայրը երեխան դեռ իր արգանդի մեջ, դեռ նոր սահմանավորված մտածում է հանի, չհանի։ Նման երեխան հետագայում, երբ որ ինքը ունենում է այդ երեխային ոնց որ տիեզերքը չի ճանաչում, տիեզերքն էլ է մտածում ինչ անեմ, ինքը մնա, չմնա, ու անմիջապես այդ երեխան կյանքի մեջ մտնում է արդեն կոմպլեքսավորված, ինքը իր տեղը չի գտնում, ինքը անընդհատ ոնց որ այդ վախը, որ զգացել է մոր արգանդի մեջ, կարող է իրան սպանեմ, ինքը կապրի, թե չի ապրի, արդեն կյանքի մեջ մարդուն այն ձևի գախարտական շրջանակի մեջ է գցում, որ մարդը չի կարողանում դուրս գա, ինքը չի կարողանում իրան ճիշտ ձևով, լիարժեք ձևով իրագործել իր հնարավորությունները։ Ընդհանրապես ծնողները պետք է շատ մտածեն, ճիշտ ձևով պահեն իրանց, ամեն մի ասած խոսքը դա ծրագրավորում է, ծնողը պիտի լավ ծրագրավորում տա իր երեխային, մեր մոտ շատ սխալ ձևով են, այնպիսի բառեր են ասում, իբր թե կատակով, բայց այդ բառերը արդեն որպես քնում է ծրագրավորում, գիտեք ինչ, երեխային ամեն իր կատարած բանի համար պետք է խրախուսել, պետք է քովալ, որ դու ամենալավն ես, որ դու ամեն ինչ կարող ես, որ դու կարող ես ամեն ինչ հաղթահարես, որ դու հասարակության լիարժեք անդամ ես և կարող ես դառնալ հասարակության լիարժեք անդամ։ Նման երեխան ինքը իր տեղը գտնում է, նա կարողանում է ինչ-որ իրեն տված է տիեզերքով դա ճիշտ ձևով օգտագործել և իր աշխարհի կյանքը ապրել երջանիկ, ընտանիք կազմել, դառնալ լավ մասնագետ, լավ արհեստավոր, լավ ծնող, լավ մարդ, հասարակությանը անհրաժեշտ մարդ, իսկ այն երեխան, որ անընդհատ գտնվում է քննադատության մեջ, դու լավը չես, քեզնից ոչ մի բան դուրս չի գա, քո ձեռքերդ չորացած են, դու ինչ տուն պիտի պահես, քեզ ով պիտի առնի, դու հեչ մեկին ցանկալի ու սիրելի չես, նման երեխան արդեն ինքնըստինքյան անում է նեգատիվ էներգիայի մեջ, և դա էլ հենց կոչվում է անեծք, մայրական անեծք, կամ տոհմական անեծք, պետք է շատ զգույշ եղնեք, ինչու են ասում, խոսքը ամենակարևոր բանն է, միտքը ամենակարևոր բանն է, պետք է ծնողը կարողանա հնուց եկած այդ նեգատիվ էներգիան իրա սիրով, իրա խելքով, իրա գուրգուրանքով, իրա պահվածքով կտրել ու երեխան դառնա լիարժեք հասարակությանը արժանի անդամ։ Շատ եմ ուզում, որ մեր մեծահասակները հասկանան, որ երեխան ծնված օրվանից անհատականություն է, չպետք է երեխայի վրա փաթաթել մեր չկայացած ցանկությունները ու երեխային տանել ուրիշ ուղղությամբ, ընդհակառակը խելացի ծնողը արդեն պետք է հասկանա, թե երեխային ինչ ուղղությամբ պետք է
տրվի, երեխան ինչ մասնագիտություն է ուզում ընդունել, երեխան ինչ է ուզում սովորել, մաթեմատիկա, հումանիտար առարկա, երգ, պար, սպորտ, իսկ մենք ընդհակառակը մեր երեխային մեջ չկատարված երազանքները փաթաթում ենք իր վրա ու երեխան առանց այն հանելու կատարում է, ցանկանում է, որ մեզ համար հաճելի լինի, բայց ինքը իրանով իր մեջ արդեն փակում է իր զարգացման ճիշտ ճանապարհը ու այդ երեխան ոչ մեր ցանկացածն է դառնում, ոչ էլ կարողանում է ինքը լիարժեք այն ինչ որ իրան տված է, դա ճիշտ իրագործել։ Նման մարդկանց ճակատագիր լրիվ կտրվում է, կործանվում է։ Նման մարդիկ անընդհատ սպասում են, թե իրանց ամեն քայլը ծնողի համար հաճելի է։ Տղամարդը լինի, կնիկ մարդ լինի, կինարմատ լինի, իրանց ընտրությունը վախենում են կատարել, թե անձնական կյանքում, թե գործնական կյանքում, իրենք անընդհատ վախի մեջ են ապրում, իսկ այդ վախը սիրելու գնահատված լինելու մտածմունքը մարդկանց չի թողնում, որ իրենք իրանց քայլերը ճիշտ կատարեն։ Շատ պետք է հետազգուշ լինենք, շատ պետք է հետամուտ լինենք, որպեսզի մեր սխալ քայլերով մեր երեխայի զարգացման, առաջխաղացման ճանապարհը չփակենք։ Շատ նեգատիվներ ըստ իմ դիտարկումների, որ մարդիկ գալիս են ինձ դիմում, ես հասկանում եմ, որ շատ նեգատիվներ գալիս են ծնողներից, գալիս է ընտանիքից։ Ուշադիր լինենք, սիրենք մեր զավակներին, դնենք միշտ լավ ուղու վրա, գովանք իրանց ամեն կատարած փոքրիկ գործողությունը եւ իշքան սեր տանք, այնքան էլ մենք իրենցից սեր կստանանք։ Այս կանը թվում է, որ հաճելի եղավ այս փոքրիկ զրույցը, հետագայում նորից որևէ մի հետաքրքիր թեմայի շուրջ մենք կզրուցենք։ Ստեսություն։